Պարոն տեսեք, Հայաստանում խայտարակ ընտրակեղծիքներով և բռնաճնշումներով ու ապօրինություններով կայացան ընտրությունները և վստահ եմ երեք տեսակ նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչ խայտարակ որոշում կայացրեց, ամեն ինչ անել, որպեսզի ԲՀԿ-ն չանցնի խորհրդարան, որպեսզի գործող իշխանությունը իր 3-5-րդ ձայների մեծամասնություն ունենա և արդեն գիտենք, որ հիմնական և առաջնային պահանջներից մեկը թշնամու, դա սահմանադրության փոփոխության հարցն է, որտեղ անկախության հռչակագրի հողումը հանվելու է։ Այս իրողություններին, այս ապօրինություններին եք մենք ականատեսը լինում, դուք ասացիք, որ կոչ ունեք ընդդիմությանը միասնաբար գործելու և նահանջի ճանապարհ էլ այլևս չկա, համեցեք։ Ես բոլոր իրական ընդդիմությանը ներկայիս սա բարգավաճի հարցը չի, սա Հայաստան լինել չլինելու հարցն է, եթե մտածենք բարգավաճի հարցով, մտածենք տարանջատված կլինենք, իշխանությունը կմասնատի և կտիրի և ճիշտ ճանապարհային քարտեզներ կան, որը որ միայն միասնաբար մի գաղափարի շուրջ, եթե դուք մասնատվեցիք, իմացեք, որ Նիկոլը չէ, Ալիևը, Էրդողանը, սիոնիզմը Հայաստան անունը քարտեզվից կջնջեն։ Այստեղ դրա վառականատեսը եղել ենք մենք, ասենք, հենց գիշերը, որ ինքը մինչև ամսի 7-ի ընտրությունների գիշերը ժամը 2-ին ինքնահռչակել է Նիկոլ Փաշօղլին իրեն վարչապետ։ Այդ որտեղից է գրված Փաշօղլի, որ դու պետք է վարչապետ լինես, վարչապետ կարաս լինես, բայց վարչապետ չես կարա լինես, որովհետև որտեղ որ ես նկատել եմ, իրենց քվյա թերթիկները շատ էին հելնում, իրենք երկար ցույց էին տալիս, որտեղ որ իրենց քվյա թերթիկները քիչ էին հելնում, կտրականապես раз, два чистота, փոխում էին այլտեղ, այսինքն ու մինչև ժամը 2-ը կտրականապես սառեցին, այդ սառեցումը նշանակում էր են, իրական ընդդիմություն ձեզ եմ կոչանում, որ դուք ճիշտ է, շատ ճիշտ որոշում կայացրեցիք, որ չհելաք փողոց, որ հելնեիք մարտի 1-ից բետար քայլեր կգնար, ներկայիս հանցավոր ռեժիմը, նա պատրաստ է, նմանատիպ տական քայլերի, Արցախը հանձնեց, այսքան զոհեր արեց, ձեզ բավշե չէր խնայի, ու մարտի 1 կանել, փաթաթան կանել Ռոբերտ Քոչարյանի վզին, ինչպես որ միշտ ներկապային անում են, բայց Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի հետ կապ չունի, ես հարգում եմ ձեր որոշումը, որ դուք զսպաշապիկ ունեցաք և կամքի ուժներդ ռեգիրով կարեցիք չհելաք այլանդակ, այլասերված քայլերի, ինչպես որ նույն մարտի 1-ը Լևոն Տեր-Պետրոսյանի հորդորով Նիկոլը կյանքի կոչեց, հետևաբար ես կոչս ձեզ իրական ընդդիմություն, խնդրում եմ, բոլորիդ, Հայաստանը ունի 48 քաղաք, խոշորացվածները չեմ հաշվում, Երևան քաղաքը ունի 12 վարչական շրջան, ամեն վարչական շրջանում դե բարգավաճը, ուժեղ Հայաստանը, Հայաստան խմբակցությունը ունեն շտաբի պետեր, տարբեր աշխատող, միասնական լինում են, դառնում է միատասխաբաշխական թիվ, այստեղ ներկայիս հանցավոր ռեժիմին հարված է գնում, ուժային կառույցի թեպետ 96%-ը մեր հետ են, ուժային կառույցին մասնատում են, իշխանությունը տիրում են, այլ ճանապարհային քարտեզ դուք չունեք, եթե դուք այդ ճանապարհը չարեցիք, հանձնելու եք իշխանությունը ներկայիս հանցավոր ռեժիմին, նա ամեն քայլի, ամեն այլասերվածությունը կտանի, բայց եթե մասնատեցիք, ոչ մի քայլի էլ չի կարա գնա, ես վստահ ասում եմ, Ավելին 21 տարի քաղաքական արենում ակտիվ պայքարել եմ ու գիտեմ, որ ճանապարհով կարելի է անել, որ խաչմիրուկով կարելի է անել, որը որից հետո անել։ Ես նախապես Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան և Գագիկ Ծառուկյան, իմ հեռախոսահամարը ասում եմ, բարձրաձայն, 096 15 15 03 098 39 26 01, հրավիրեք մանրակրկիտ բանակցենք։ Հիմա տեսեք, այսպիսի ընտրախախտումներ, այսպիսի խայտառակություն կպատկերացնեիք, մանավանդ ասենք վարչական դատարանի որոշում կա, բայց ըստ էության ներողություն բառի համար կենտրոնական ընտրական հանձնաժողովը թքած ունի այդ որոշման վրա, ավելին, մինչև անգամ վերահաշվարկի իրենք չեն պատրաստվում գնալ ու վերջ, նույն ձև, այսպես ամոթալի ձևով ստվերելով այդ մարդկանց ընտրությունը, ովքեր այդ ընտրատեղամասերում գնացել են ընտրության։ Դե ես մի բան ասեմ, Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի առջևում կանգնած էր, Վլադիմիր Կարապետյանը իր հետնամասում կանգնած էր,
ու շեշտեց։ Ինչու դատավոր կա, որ վարչապետի ասացին կարող է ասի ոչ, այսինքն այսօր բոլորը համատարած նույն այդ գյաջաջ Վահագն Հովակիմյանը կենտրոնական դրական հանձնաժողովի իբրև թե նախագահը, կամակատար խամաճիկա, թե ով է, բոլորը նույն Նիկոլ Փաշինյանի կամակատար խամաճիկներն են, նա էլ սիոնիզմի կամակատար խամաճիկն է, այսինքն այստեղ մի հատ հլը ծուրը նստենք դուզը խոսենք, անցած ընտրությունների 600 քանի հազար էր հավաքել, այս ընտրություններին նա չէր կարա շատ հավաքեր, էսի ահասարսուր խապկանքներ ատար է, խապեություն, պատահաբար մեկի տան վրա գրանցել է այսքան մարդ, մյուսի տան մահացածների էլ է գրանցել ու գնացել են ցիրկուլյացիա ընտրություններ են արել, հանրությանը շեղելու համար, ժողովուրդ, ձեզ ախնդրանքս, Հայաստան եք ունենում կամ Ալիև Էլդողան, սիոնիզմ, ուրիշ բան չունեմ ձեզ ասելու, խնդրանքս այն է, որ անձնական ամբիցիան դրեք միան, հանուն Հայաստան անունը քարտեզիրա պահպանելու համար, հավաքվեք մեկ գաղափարի շուրջ, այն գաղափարն են իրական ընդդիմությունները, ես ասել եմ, ասում եմ կրկին շարունակ, Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան և Գագիկ Ծառուկյան զուգահեռաբար գումարած ձերբակալված Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան։ Տեսեք, եւ երեք մենք խայտարակությանը ականատես եղանք, դա ըստ էության մեր ԱԱԾ-ի ամոթն է, տեսանյութը Զվարթնոց օդանավակայանից, որ տարածեցին, խնդրեմ ես մասով ձեր տեսակետը եւ առնվազն այսպես նորմալ երկրում նախ նման բան տեղի չէր ունենա, իսկ լինելուց հետո պետք է հրաժարական տան այս պաշտոնյաները։ Ես դրանում բան չունեմ ասելու, բայց ոչ միայն էդի Ռոբերտ Քոչարյանի վրով էր եղել, նաեւ Գագիկ Ծառուկյանին ձերբակալեցին, հետ բերեցին, նաեւ Նարեկ Կարապետյանին սահմանից չթողեցին գնալ ընդամենը լարս, տեսներ ժողովրդի քանակը ինչքան է, գնում են, գալիս են, որքան, այսինքն այդ երեք իրական ընդդիմությանը, որ իրանք ձերբակալեցին, կարելի է այդպես ասել, Հայաստանի սահմաններում ձերբակալված են իրանք, ճիշտ է, Հայաստանի սահմանից դուրս չեն թող տալիս դուրս գան, այդ երեք իրական ընդդիմությունները պետք է միասնական լինեն, նոր էջ սկսեն, չասեն այսօր է այսինչ ժամը, այսինչ մարդը, այսինչ քայլն արե, այն օր այնինչ ժամը, այնինչ մարդը, այնինչ քայլը, միասնական ազատվել հանցավոր ռեժիմից, նոր կսկսեն ամեն մարդ իր պատասխանատվությունը կտա։ Բայց այդ խայտարակությունը, հա, ԱԱԾ-ի մասում, դա այդ ինչ էր, ասենք տեսանյութ։ Ես կրկին ու կրկին ասում եմ, խայտարակությունը այն խոսքը չի։ Խայտարակությունը, որ անհիմն մինչև օրը Սամվել Կարապետյանին ձերբակալում են, մի անգամ մարդը ասում է, եկեղեցու կողքը կայնում ենք, անհիմն Վարդան Ղուկասյանին ձերբակալելը, այս խայտարակությունները մեր ժողովուրդը չի ուզում հասկանա, այսինքն այսօրվա դրությունով, ոնց ուզում է Նիկոլ Փաշինյանը այնպես անում է, պատվերը տալիս է Էլդողան, Ալիև, իրենց զակազով են կատարում, այսքան ժամանակ, մի բան ասեք, որ ինքը հայապաշտպան, հայանպաստ քայլը ասել եւ կյանքի կոչել։ Մի բան կարող եք ասել։ Ժողովուրդ դուք ասեք։ Թոշակը բարձրացել է մի տեղով, ապրանքը թանկացել է 1000 տեղով։ Ձեր թոշակը քանի կոպեկ արժի։ Ոչ թող անուն հանի թոշակ է բարձրացել, ոչ էլ թող ապրանքները թանկացնի։ Ինչու հիմա մենք տեսնում ենք, չէ, ակցիզային հարկերը խայտարակությունը ինչ են բախվելու, իսկ թանկացումները ինչի է հանգեցնելու ըստ ձեզ։ Ըստ ինձ դա սպիտակ եղեռնը գիտեք դա ինչ բան է, չէ։ Հենց սպիտակ եղեռնի հետ այդ ամեն ինչը կապվում։ Ժողովրդին ստիպել, ժողովրդին դրդել, Հայաստանից դուրս բրդել։ 300,000, 600,000 դուրս հանեն, որ ադրբեջանցիներին բերեն։ Իրանց ծրագիրը սա է։ Եվ մի հատ էլի 3 Հաջիևը Դիլիջանում էր։ Կգան ինչ է եղել, որ մեր ժողովուրդը լուր, իրական ընդդիմությունը իհարկե, էլի, լուր, ընդունի, բնականաբար նրանք էլ կգան, դրա համար հարցի լուծման բանաձևը, ես ասել եմ, ասում եմ, կրկին կասեմ, մասնատեք, որ տիրեք, ուժային կառույցը մեր հետ է ժողովուրդ, իրանք էլ մեզանից մեկն են, վերնախավերին չեմ ասում, բայց, այստեղ են փրչոտ խոսքը, Ալեքսանյան Վահագ, ասում էր 600,000 մարդու անվճար բուժել ենք, բա ես որից եք բուժել, հունվարի ընտրակեղծության
Դա ընտրակաշառք չի, ինչ է, Վահագն Ալեքսանյան։ Բա մի հատ էլ ասեք, որ սահմանների ռաստամոշկեն 50 կիլոգրամից իջեցրել եք 10 կիլոգրամ, դա էլ ասեք։ 600,000 դրա պատճառով Հայաստանում մարդ լքեց։ 600,000 առևտուր անող մարդ, գյուղերը, քաղաքները ապրանք են գնում, միրգ են գնում, բանջարեղեն են գնում, տարբեր ապրանքներ Իրանից, Վրաստանից գնում բերում էին, այստեղ վաճառում էին։ Իսկ իրենց երեսից գլոբալ տնտեսական ազատ գոտին բլոկադայի մեջ գցեցին եւ սպիտակ եղերնը հիմք դրեց։ Նույնը հիմա են անում։ Այսինքն Ռուսաստան չգնաց, ապրանքը եկավ։ Մի ամիս ենթադրենք Նիկոլը գնեց, փողը տվեց։ Բա հաջորդ ամիս ինչ եք անելու, ժողովուրդ։ Լիքը նմանատիպ բաներ։ Դուք մի մտածեք միամիտ եւ մանկամիտ ժողովրդի պես։ Մի քիչ աշկերները բացեք։ Հայաստանը քանի չեն կորցրել։ Դե եթե ասված մի արասես հարաբերությունները մնան Ռուսաստանի հետ, մի հատ էլ սա արժևում ձմեռը գազը թանկանա, լսենք Գագիկ Մելքոնյանին աթար հավաքեն, հա։ Նմանատիպ քայլ էդ էլ չեն կարող հավաքել, որովհետեւ նախապես հիմքը դրած է անասնապահության ոչնչացումը եղել է։ Գյուղերում, որ անասունը 500-ով պահում են, ինչել է հիմա 30, 12, 15 գլխաքանակ են անասուն պահում։ Էդ էլ չի լինի։ Աթարել չի լինելու։ Էդ էլ չի, աթարել չի լինելու։ Բա ինչով եք ապրելու, ժողովուրդ։ Հա, ցրտահարությունից կյանքից կհեռանաք։ Ինչ ասեմ, ժողովուրդ ջան, խնդրանքս է ձեզ, մի քիչ ճիշտ գիտակցեք, այս ամենը դիտեք եւ տարածեք։ Համենայն դեպս, ժողովուրդ ջան, շնորհակալություն ուշադրության համար։ Ինչպես չկա, ամեն դեպքում այս ընտրությունները նաև ցույց տվեցին, որ 50% եւ ավելի եւ եթե չկեղծվել են էլ ավելի տոկոսայնության մարդիկ դեմ են թրկացմանը, հայրենիք կորցնելուն, Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը։ Թրկացմանը իրանք դեմ են, բայց ընտրություն ներքին Թուրքին կողմ են։ Չէ, շատերը մերժել են, ցավոք կային գուցե մարդիկ, որ չեն գնաց ընտրության, բայց նաև ակնհայտ է, թեկուզ այս ցուցանիշները, որ կա, այս տվյալները, որ կան, իրապես 50% ավելի մարդկանց թիվը դեմ է այս իշխանությանը։ Բնականաբար այո, դեմ են։ Ուղղակի դեմ լինելը ես էլ եմ ասում, ժողովուրդ ջան, միայն միասնական փողոցային պայքարով։ Ուրեմն ես ձեզ մի բան էլ հուշեմ, ժողովուրդ ջան, մի մարդ եթե մի ճանապարհով գնում է անկախ ամեն ինչից, որտեղ կլինի, եկեղեցի կմտնի, ուր ուզում է գնա, նույն ճանապարհով եթե չլինի, չեք կարող իմանալ որ ճանապարհով, որ պղծված ճանապարհով է մեր ստանում։ Նույնը այս հանցավոր ռեժիմի փողոցով է եկել, փողոցով են պետք է նետվի պատմության աղբար կղած։ Շնորհակալություն։